Ուղիղ մեկ տարի առաջ 2025 թվականի հունիսի 25-ին իրավապահ համակարգը ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստության մեղադրանք առաջադրեց Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանին և Սրբազան պայքարի շարժման ակտիվիստներին: Մեկ տարի անց տարբեր տարիքի, մասնագիտության ու կենսագրության տեր այս մարդիկ դեռևս դատվում են նույն միասնական վարույթով: Սակայն անցած 365 օրերի ընթացքում դատարանում այդպես էլ չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր առաջադրած ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը: Փոխարենը պաշտպանական խումբը այս ընթացքում հրապարակել է բազմաթիվ փաստեր, որոնք հիմնավորում են դատավարության շինծ ու բնույթն ու քաղաքական ենթատեքստը: Որպես քաղաքական հետապնդման ակնհայտ օրինակ, փաստաբանները մատնանշում են դեռ նախաքննության սկզբում շրջանառության մեջ դրված և հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված հեռախոսազրույցի մոնտաժված տարբերակը: Չնայած այս հանգամանքին, մարդիկ շարունակում են ապօրինաբար մնալ անազատության մեջ, ինչը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, շեշտում են իրավաբանները: Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք դուք Հայաստանի Հանրապետությունում կամ ահաբեկություն ժողովրդի, մարդկանց, անհատների, գործիչների նկատմամբ երբևէ: Եվ եկեղեցին դրա թագն ու պսակը լինելով: Չկա, չէ՞: Հետևաբար գալով են առաջին մտքին, ասեմ ձեզ, որ մեր պայքարը հակաահաբեկչական պայքար է, ինչպես ասել եմ նախորդ նիստին, հակաահաբեկչական, կանխելու ահաբեկչությունը, որ տեղի է ունենում մեր երկրում: Դարձյալ պիտի կրկնեմ, մենք ահաբեկիչներ չենք և որևէ մեկը ահաբեկիչ չի, բայց իրենք սարսափելի ահաբեկված են այս իշխանությունները, սարսափելի ահաբեկված: Չահաբեկված իշխանությունը ինչու պիտի այդպիսի հալածանքների և ռեպրեսիաների անցնի, չէ՞: Պատճառ չունի: Փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են նաև, որ դատավարությունը միտումնավոր ձգձգվում է, իսկ ապացույցների ծավալում ներառվում են քննվող գործին բնավ չառնչվող անհայտ ծագման նյութեր: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստերի ընթացքում շարունակաբար շեշտել է, որ քննչական կոմիտեն, դատախազությունն ու քաղաքական իշխանության ներկայացուցիչները կոպտորեն խախտել և շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը: Ամենաբարձր ամբիոններից հնչող հայտարարություններով փորձ է արվում վարկաբեկել շարժման անդամներին և հանրությանը մոլորության մեջ պահել դեռևս չապացուցված և անհիմն մեղադրանքների միջոցով: Փաստաբանները շարունակում են պնդել, այս գործը հարուցվել է բացառապես քաղաքական նպատակներով, որի գլխավոր խնդիրն էր կասեցնել Տավուշը հանուն հայրենիքի շարժման ընթացքը: Մինչ այս, որպես ահաբեկչության նախապատրաստության ապացույց, հանրային մեղադրողները դատարանում ներկայացրել են բացառապես օրինական որսորդական հրացաններ կամ պետության կողմից որպես պարգև տրված զենքեր: Պաշտպանների պնդմամբ, սա արվում է գործին արհեստական հնչեղություն հաղորդելու, հանրությանը մոլորեցնելու նպատակով: Հատուցում պետք է տան, հատուցում նրա համար, որ պատվարժան հոգևորական է, ամբողջ իր կյանքը ծառայեց մեր Սուրբ Եկեղեցուն և հայրենիքին, այսօր մեկ տարի արդեն, վաղը չեմ իսօրը կդառնա մեկ տարի, չէ՞, մեկ տարի անցկացրել է հանիրավի կերպով, ապօրինի կերպով, առանց որևէ պատճառի, կալանքի տակ, մեկուսացած, զրկված: Եվ ինչպես ասացի, կրկնակի հատուցում պիտի տանք, քանի որ նաև ես եմ եղել այնտեղ, որպես պատիժ Միքայել Սրբազան: Շատ ուրախ եմ, շատ, անչափ վստահ եմ, որ Տարուսը Սրբազանին: Առաջիկայում վստահ եմ, որ էդ էլ կվերանա: Սրբազան պայքարի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 23-ին ժամը 15-ին: Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք: